Հարգելի գործընկերներ, իհարկե նախատեսում էինք, որ այսօրվա մեր բրիֆինգը ճեպազրույցը նվիրված կլինի Նիկոլ Փաշինյանի կողմից ճակերտավոր գաղտնազերծված ճակերտավոր փաթեթին, բայց ինչ տեղի ունեցավ 3, չի կարող առանց անդրադարձի մնալ։ Սա խայտառակություն է, սա Հայաստանում միահեծան անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է, ընդ որում ամենացինիկ բռնակալության հաստատման փորձ է։ Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ Սրբազանին, ուղղակի ծաղր է մարդկային բանականության նկատմամբ, ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ, ինչ կուզեմ էդ էլ կանեմ, չեք ուզում, ինչ ուզում եք արեք։ Այդ մոտեցմամբ առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը։ Արշակ Սրբազանին փորձեցին վարկաբեկեն, Եսան չի ստացվում, Արշակ Սրբազանը ամուր էր, պինդ է, վեհափարի թիկունքին է կանգնած, վեհափարը կանգնած է Արշակ Սրբազանի թիկունքին և բոլոր այն այս երկկողմանի աջակցությունը վերաբերվում է վեհափարին և եկեղեցականներին, բոլոր ովքեր հավատարիմ են մնացել իրենց ուխտին, և ահա ծնվում է մի խայտառակ, մի զավեշտալի մեղադրանք։ Ներողություն եմ խնդրում ես արտահայտությանս համար, բայց ջեբը պլանկցել դա այլ հաստատություններին հատուկ գործընթաց է, հատուկ ոճ է։ Լիակատար ամբողջական աջակցություն եմ հայտնում Արշակ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին և բոլոր խղճի բանտարկյալներին, ովքեր այսօր պայքարում են հանուն մեր երկրի ազատության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար Նիկոլ Փաշինյանի զնդաններում, փողոցներում, հրապարակներում։